Հարկ ներդեհին հասարակությունը լայնաշերտ է, մարդը տարբեր կարողությունների տեր է, ոչ միայն ֆիզիկական, այլ նաև մտավոր, խոսքը նաև վերաբերում է ընկալումներին, ես այս վերջերս շատ եմ նկատում, որ մարդիկ կան իմ եթերը լսելուց հետո, ովքեր առաջ անգամ են լսում, առաջ չափազանց շոկի մեջ են ընկնում, առաջ չափազանցնելու, ես չգիտեմ, նրանք այդ աստիճան պարզամիտ են, թե որոնց խաբելը հեշտ է, թե իրենք այն կարգի ազնիվ են, որ չեն պատկերացնում, որ իրենց այդ կարգի խաբում ու գցում են։ Երկու դեպքում էլ հավատացեք դժողը հանրությունն է, իսկ երկրի տերը, պետության տերը հանրությունն է։ Երկիրը կարող են հանրությանը խաբելով հանրության ձեռքից տանել։ Մեր երկիրը բազմաթիվ անգամներ տվյալ սերունդի, դա լինի հենց 100 տարի առաջ, բոլշևիկները թուրքերի հետ խաբեցին, ազգի լիգայի կողմից ճանաչված սահմաններով դեմիլիտացիա արված, դեմարկացիա արած սահմաններով պետությունը խաբեցին ժողովրդի ձեռքից, ռուսներն ու թուրքերը իրար մեջ կիսեցին։ Հասկանում եք, այն ժամանակ էլ ընդդիմացողներին կացնահարում էին, իհարկե ում կարողացան հասեցին բանտարկել, ում էլ չէին կարողանում, ասենք ներդեհը մինչև վերջ ինքը իր կռիվը տալիս էր։ Հիմա էլ այդպես դառնում։ Հերթական անգամ այս մնացածը ուզում են ձեռքներից խլեն։ Այլ որ ես ներկայացնում ռուս-թուրքական այս առուծախը, որ ռուսները ինչ 300 տարի էստեղ են, 10 տարի այս հատվածը վերցնում են, հետո հարց է լինում 18-րդ դարից սկսած, 18-րդ դարի սկզբներից, այսինքն 1724 թվականից սկսած։ Իրենք թուրքերի հետ մեր տարածքը հետ, առաջ, աջ, ցախ, հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք։ Մի տարի կարծը սրանցներ, մի տարի կարծը նրանցներ։ Մի տարի Էրզրումը սրանցներ, մի տարի Էրզրումը նրանցներ։ Եվ այս հետ ու առաջ նահանջով հայ ժողովուրդը մաշվեց։ Աշխարհի բոլոր ժողովուրդները, անգամ պետություն չունեցող ժողովուրդները աճ են ապահովել մարդկային քանակի։ Ուրա քրդեր։ Մենք աճ չենք ապահովել ռուսների գալուց հետո 300 տարվա մեջ, որտեղ իրենք շատ խիստ այս թուրքերի հետ այդ ասես մաղն էին գցել, մեզ մաղում էին։ Հետ առաջ, եւ դրա համար հայը չէր կարողանում նստակյաց կյանքով ապրել, ցակ հանել, այն եղածներ ճամփիկին սովամահ էին լինում, կոտորվում էին, մարդիկ էին զոհվում։ Որ այսպես ներկայացնում եմ, ասենք մարդիկ կան Ռուսաստանում են ապրում կամ չգիտեմ, թեկուզ եւ Ամերիկայում են ապրում, բայց չգիտեմ ինչից է որ ռուսին այդքան սիրում են, Պուտինին այդքան պաշտում են, միակ տղա են անվանում։ Իր երկիրը կերավ գլուխը երկրի։ Էլ Ռուսաստանը Պուտինը 1000 տարի չի ապրելու։ Ռուսաստանը 30-40 տարի խելք գլուխ չի գալու։ Եթե փոքր պետություն լիներ, ասենք մեղագար իշխանապողություն լիներ, ասել ես ինձ արդեն խելոք կպահեմ, մարդավարի կպահեմ, ասենք աշխարհի պետությունները հավաքվեին, կօգնեին եւ մի 5-10 տարվա մեջ կդառնար նորից նորմալ պետություն։ Ասենք ինչպեսին Գերմանիան, Ճապոնիան ոնց վերականգնեցին։ Բայց այդ հսկա պետությունը հնարավոր չէ, ինչքան պետք է ներդնես, որ այս պետությունը, այս վերջի նամանավանդ Պուտինի 20 տարվա մեջ պատժամիջոցներով Ռուսաստանը մաշվեց, իսկ ես պատերազմի ժամանակ առհասարակ ես այսքանը եթե ասում եմ, եթե մարդը լսում է, հետո ասենք դե իր մեջ այն տպավորություն է, որ ռուսը վերջն է, Ռուսաստանը հզոր է, անսպառ ամեն ինչ ունի, Ռուսաստանին հնարավոր չի ծնկի բերել, չէ՞։ Ասենք sense բաներ լսում, մեկ էլ դες մի հատ այնց բան է գրում, զարմանում ասում ես, այս մարդը լուսնից է իջել։ Կամ նամանավանդ այդ նիկոլականները։ Այդ ինչ կուրորեն են, իսկապես դրանց ես զգում եմ, սրանից մի 3 տարի առաջ, 4 տարի առաջ, ասենք դրանց ակտիվությունը իմ էջում սարսափելի մեծ էր, շատ ծանր էին տանում։ Հիմա պակասել է, զգում եմ։ Սա նաև սոցիոլոգիա է, որ զգում եմ, որ մարդ կա, որ արդեն առաջի տարին չէ, բայց 7 տարվա մեջ հասցրեց հասկանալ, որ ինքը
բանը սխալ ուղղությամբ է գնում, էլի, որովհետև հայրենիքը արժեք ունի։ Մեր ամեն ինչի տերը հայրենիքն է։ Մեր անվտանգությունը հայրենիքն է ապահովում։ Հասկանում եք։ Եվ այս ռուս-թուրքական խաղի ընթացքում, երբ որ մենք միշտ ասես մաշվել եք, եկավ այդ 1920 թվին, երբ որ այդ իրավարար վճիռը եղավ, այդ վճիռը դա մեր փրկությունն է։ Պարոն Պապյանը բազմիցս խոսել է։ Իմիջիայլոց պարոն Պապյանը, այս երբ որ իբր հեղափոխություն եղավ Նիկոլ եկավ իշխանության, բոլորի մոտ են տպավորություններ, որ վերջ Կրեմլի ազդեցությունից դուրս են եկել, բայց իհարկե սա նորից Կրեմլյան ռեժիմ է։ Տարբերություն չկա Քոչարյանը, Սերժիկը, թե Նիկոլը, թե Լևոնը։ Ռեժիմը Կրեմլյան է, պուտինական է։ Պարոն Պապյանը Ամերիկայի արխիվներից 350 կիլոգրամ փաստաթուղթ էր բերել, որ ինքը Վիլսոնի իրավարար վճիռի հետ կապված ինքը գրքեր է կազմել, որոնց վրա $100,000 փող է ծախսել։ Թարգմանել է թուրքերեն, անգլերեն, հասկանում եք, տարբեր լեզուներով, որ թուրքերն էլ կարդան, հասկանան ինչ է տեղի ունենում։ Այն որ բաներ կա, չէ՞ որ ասենք Վիլսոնի իրավարար վճիռից խոսում են, նրանց են ներկայացնում, որ դա իրենք հենց նոր հայտնագործեցին։ Ես իմ նախորդ եթերի ընթացքում էլ ասեցի, որ Արա Պապյանը տասնյակ տարիներ ինքնաթիռի տոմս է գնել, իմացել է, որ երկրի արխիվն է բացվում, այս տարի ինչ արխիվ է բացվում, որովհետև 100 տարի մեկ բացվում, ինքը արդեն հասկանում է Սևրի դաշնագրի տարիներն են, Վիլսոնի իրավարար վճիռի տարիներն են, եւ մարդ գնում է դերեկից եվրոպական պետություններից, Ամերիկայից, չգիտեմ, տարբեր տեղերից։ Այդ ամեն ինչ փող արժե, այդ ինքնաթիռի տոմսը այնտեղ հյուրանոցի ծախսը ուտել է, այդ ներս մտնել է, հասկանում եք, հազար հարց կա։ Դրանք տասնյակ տարիներ հաշվեք, ինքը գնացել է աշխարհի տարբեր պետությունների արխիվներ, որոնք բացվել են, գիրք է կազմել։ Այս նորաթուղթները, որ խոսում են, բայց ես դեմ չեմ։ Իմ ընկերները բոլորը խանդով են վերաբերվում, ասում են Արա Պապյանը չարչարվել է, այդ 350 կիլոգրամ փաստաթուղթը, որ բերել է, Նիկոլի ժամանակ ԱԱՑ-ն եկել է, ձեռքս վերցրել է կալանք երել, փագի տագի է ու չի տալիս։ Որտեղ այդ փաստաթղթերը Վիլսոնի իրավարար վճիռը, դա ոչ միայն Թուրքիային է վնաս, դա նաև Ռուսաստանին է վնաս, որտեղ ճանաչված պետություն է Հայաստանի առաջին հանրապետությունը, ոչնչացրել են ռուսներն ու թուրքերը։ Կներեք, այսինքն որքան ռուսներն են մեղավոր, որտեղ Մոսկովյան պայմանագրով է կիսվել է Հայաստանի հանրապետությունը, չէ՞։ Կիսվել է, հələ այն ինչ որ տվել են թուրքերին, թուրքերը վերցել են, այն ինչ որ մնացել է ռուսներին, ռուսներն էլ իրենց ներսում կիսել են, այս վրացուն, այս թուրքին, հա, այս սենց, այնց։ Դա բան չի մնացել, էլի, ասեք ես Նիկոլը, չգիտեմ, 29 ու քանիս գնում գալիս տանում բերում է, էլի, հələ քանի որ դեմարկացիա չի արել իր ասելով իբր Հայաստանը, հա, մենք մեր պետության ներսում սահման ենք գծում մեր համար, էլի, մեր ընդարձակ պետությունը թողած ներսում սահման ենք գծում։ Ինչևից է, որ չշեղվեմ բուն նյութից, Արա Պապյանի փաստաթղթերը Նիկոլի ԱԱՑ-ն, դա նույն Սերժիկի ԱԱՑ-ն է, դա նույն Քոչարյան Ռոբերտի ԱԱՑ-ն է, որովհետև դրանք բոլորը հələ Կրեմլին են ենթարկվում։ Վերցրել չի տալի, որ այդ մարդը հերթական հակառուս, հակաթուրք նյութը չհավաքի, իր գլխի չհավ, գիրք չսարքի եւ հանրությանը չմատուցի։ Իսկ ասենք կարա, ասենք Գուրգեն Սիմոնյանը կլինի, կամ այս վերջերս մի անշնոր կայլանդակնել է, չէ՞, սկսել Կարեն Արայանն է, ինչ, չգիտեմ ինչ է, հույս է, ինչ է, բանագունի, չէ՞, որ ասում է 70,000 հավաքել է, մի քանի 100 հոգի հավաքեց։ Չէ՞, որ այս վերջերս շատ լկտի իրեն պահեց, նամանավանդ հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ, ինքը դա չի մարսելու, այդ գլխեն ասեմ։ Այդ մարդիկ են խոսում Վիլսոնի իրավարար վճիռից ու այնպես են խոսում, որ դա իրենց գործն է, դա իրենց գյուտն է, իրենք են բան արել, հայտնաբերել ու իրենք պետք է տանեն, հասցնեն տեղ։ Բայց իրենք ոչ մի արխիվ չեն գնացել, ոչ մի դիվանագետի հետ այդ հարցով չեն քննարկել, ոչ թուրքական։ Պարոն Պապյանը դա առաջինը թուրքերից է իմացել, որտես թուղթ ունենք։ Պատկերացնում եք, թուրքերից։ Ռուսները մենք որ եղել ենք խորհրդային միության մաս, գաղտնի են պահել։ Մեր այս սերնդին, այսինքն մեր պապերն իմացել են, ովքեր գործի մեջ է եղել, դրանց վախով փագել են բերանները, չեն խոսել, եւ մի երկու սերունդ անցավ ոչ մեկ ոչինչ չասեց,
Всё, վերջ մոռանում ենք, չէ՞։ Հիմա ոնց են թուրքերը համբերատար սպասում են, որ Նիկոլա Արարատը մեր բերանից հանի։ Մի երկու սերունդ հանեց, նրանից հետո ոչ մեկ չի իմանա, որ Արարատը մերն է եղել։ Էս բանն է, սպիտակ եղերն են անում, էլի։ Էդել է դες եղել, որ պարոն Պապյանը թուրքից է լսել ու ասել է ոնց իրավարավճյուր, ես ինչ եք խոսում, բան, եւ հետաքրքրվել է եւ այդ սկսել է գործից դուրս է եկել արտգործնախարարությունից եւ սկսել է այդ գործով զբաղվել եւ հասկացել է, որ սա է մեր պետության փրկությունը, ով ինչ ուզում է ասի։ Հիմի թե Կարեն Արայանը այտենց ոգևորված, այս ուրա մի քանի ամիս է այտենց ակտիվ բան համացանցում, էլի դե չի այսօր որոշեց, որ պետք է ինքը դրանից խոսի։ Ինչ-որ Բևերի համար թաղում է կազմակերպում, հեկ ու քարսունք է անում։ Չգիտեմ հոգեհաց է տալիս, չնայած այդ ողորմելին դժվար փող ունենա հոգեհացի։ Պատկերացնում եք, Ժիրայր Սեֆիլյանը, երբ որ Լիբանանից որ եկել է, առաջարկամ եկել է Հայաստան, ինքը այնտեղ արդեն ռազմական փորձ է ունեցել, որովհետև հայկական թաղամասերը պաշտպանել է, հայերին պաշտպանել է, պատերազմական գործողությունների մեջ եղել։ Դրանից հետո ինքը եկել է Արցախ, եկել է Հայաստան եւ սկզբնական շրջանում իր մարտական ունակությունները փոխանցել է մեր ազատամարտիկներին, կամավորներին, ովքեր նոր եկել են, որ պետք է գնան պատկրվելու, այսինքն մի անգամից փողոցից չեն բռնել տարել, ասել արի գնա զենքը վերցրու։ Գնացել են, ասենք օրինակ մեկը Ժիրայր Սեֆիլյանի ձեռքի տակով շատ կներեք, գնացել են հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի մարտական փորձը ստացել են, փոխանցել է իրենց, պարապել են, հետո նոր գնացել են զորամասերի վրա, տարբեր գնդերի կամ գումարտակների վրա, այսինքն բոլոր այդ մի քանի տարվա մեջ պատկերացրեք մի քանի հազար մարդ է հաստատ, այս թիվը կոնկրետ չգիտեմ, բայց մի քանի հազար ազատամարտիկ հաստատ այդ տարիների ընթացքում կամ թեկուզ տարի ու կեսվա ընթացքում իր ձեռքի տակով անցել են, այսինքն առաջի հրամանատարը այդ կամավորների Ժիրայր Սեֆիլյանն է եղել, հետո նոր գնացել են ինչ-որ մի գումարտակի հրամանատարությամբ սկսել են պատկրվել, ծառայել, հասկանում եք։ Բայց եթե այդ գումարտակի հրամանատարն ասենք ունի 80 կամ չգիտեմ 120 ենթակա, այդ հազարավոր կամավորներ եկել են Ժիրայր Սեֆիլյանի ձեռքի տակով շատ կներեք, անցել են, գնացել են այնտեղ, այսինքն եթե նա ունի 80-անոց հրամանատար է, Ժիրայր Սեֆիլյանը 1000-անոց, պատկերացրեք, 1000 մարդու կրտել ռազմական իր փորձը փոխանցել, ուղարկել է մարտի դաշտ։ Երբ որ արդեն Հայաստանը կանոնավոր բանակ ուներ եւ արդեն ամեն ինչ նորմալ էր եւ պատերազմը իր ավարտական փուլը, այդ մարդը մասնակցել արդեն մարտական գործողությունների Շուշի առանակի գումարտակում։ Այս ուղի անցած մարդու հետ կապված какой-нибудь ռուսի ասած Կարեն Արայանը ժիրո թաղեմ, խափեք, դուս անեմ Լակոտ, քամին քարափից ինչ պետք է տանի։ Այդ որ դու դες փչում ես, չես մտածում ախր հետո դրա համար պատասխան ես տալու։ Քո այդ փչոցները, այդ ժայռին, այդ ապարաժին ոչինչ չի անելու։ Այդ ժայռը համեստ իր գործը առաջ է տանում, հայրենիքի փրկության գործը համեստ քեզ չպատասխանելով, քո նման վայրահաճողներին չպատասխանելով լուր առաջ է տանում։ Հասկանա՞ք, գերտերությունների լուրջ առաջատար օրենսդիրների կամ չգիտեմ դիվանագետների հետ հարաբերությունները պահելով ոչ թե ձեր լակոտների պես բերանները բացում եք, ինքն էլ ձեր խելքին չի ընկնելու է, որ այդ նույն ձևի ինքը, ասենք, իր բարձրությունից իջնի քեզ դες պատասխան տա, բայց հոսես չի մնալու։ Էլի եմ ասում, քամին քարափից ոչինչ չի կարող պոկել։ Դու այդ քո փչոցներով դու չես կարող ժայռին շարժել, տղա։ Ինչ անես քեզ ես անելու։ Դու դրա պատասխանը բայց տալու ես։ Հիշի, այնպես չի անցնելու սա։ Սիրելի հանրություն, ազգային ժողովրդական բևեռը ունի 10 խորհրդի անդամներ եւ բոլորը զբաղված են այդ 10 հոգու աշխատանքը, ուրեմն ոչ մի հերթատեսություն չի լուսաբանում։ Այսինքն մենակ այդ 10-ը չեն աշխատում, ես խորհրդի անդամ չեմ, բայց ես էլ իմ անելիքն ունեմ։ Բևեռի անդամ եմ, բայց խորհրդի անդամ չեմ։ Ես էլ իմ չափով իմ անելիքն եմ անում։ Հասկանում եք, բոլորս զբաղված ենք, ժամանակ էլ չունենք ինչ-որ մի լակոտի խլնքոդի վայրահաճոցի պատասխանելու։
Հասկանում եք, բայց մենք աշխատում ենք։ Մեր աշխատանքը ձեզանից ծածուկ են պահում։ Հիմա կարող է մեկը լսի ասես որտեղից բուսնեց, որտեղ չգիտեք մեր մասին։ Մեր մասին ոչ մեկն է ասում, ոչ դաշնակների Երգիր մեդիան է ասում, ոչ Ծառուկյան Գագիկի կենտրոնն է ասում, ոչ M1-ի շանթն է ասում, ոչ M-ի 5-րդ ալիքն է ասում, ոչ M1-ի Սպուտնիկն է ասում, ոչ երկրորդ ալիքն է ասում։ Որևիցե մեկը մեզանից չի խոսում։ Այդ առաջատար հերթատեսությունները խոսում են Ռոբերտից, Սերժիկից, Աշի Շամոյից, Դոդի Գագոյից, ելույթ են խոսում, չգիտեմ, Քոր Լևոնից։ Դրանից են խոսում։ Ու ձեր մեջ հələ տպավորություն է, այս բոլոր, ասենք, հանցագործների մեջ ում եք ընտրելու։ Հա, Դոգին մոռացա, վայ, որ ասում մեծ է շախորն եմ թողել։ Քանի մենք ունենք Դոգ ունկնդրող, մենք չենք կարող ազգային մտածելակերպ ունենալ։ Մենք չենք կարող ընկալել Նժդեհին։ Քանի Դոգ ունկնդրող ունենք, հասկանում եք։ Կամ Դոգանման, կամ չէ մի քանի հոգի էլի Դոգի նման, որ տեսնում են, չէ, հնար չկա, ասենք, եթերի ցուցանիշը չի ավելանում, որոշում են հայհոյել։ Դե այն բաներ կան, չէ, որ հատուկ կանայք կան, որոնք բան կարոտ են այդպես արտահայտություններով եթերների, որ լսեն, լսարան հավաքեն, բայց դրանք ցեզ ինչ պետք է անեն։ Ասենք տանը մնացած, ասենք, մի պարավ կնիկ կամ կիսապարավ, որ մարդ էլ չունի, տնից էլ դուրս չի գալի, ասենք գազօջախի մոտ նստած անտառ դեպք տապում է։ Որ ասենք այդ դրանցով քո լսարանը լցրեցիր Դոգ ես, չգիտեմ, Կարեն ես, չգիտեմ, M-ուսնով այն որ բանից է խոսում է, այդ Գագիկային զահրում արա։ Հասկանում եք։ Ասենք որ այդ կնանիքին հավաքեցիք լսարան, դուք դեռ խոսեցիք, այդ կնանիքն էլ լսեցին, հետո ում եք շարժելու, ինչ եք շարժելու, որ հայրենիքի համար ինչ-որ մի բան ստացվի։ Չեք կարողանալու, չէ՞։ Ձեր հանրություն, երբ որ ես խոսում եմ, մի զարմացեք։ Մեզ այդ բոլոր հերթատեսությունները, որ թվարկել եմ, խաբում են։ Նիկոլն ու Ռոբերտը թշնամիներ, հակառակորդներ չեն։ Եթե հակառակորդներ լինեին, կամ Նիկոլը պետք է սատկած լիներ, կամ Ռոբերտը, կամ Սերժիկը, հասկանում եք, դրանք ոչ մեկ ոչ սատկել են, ոչ բանտարկվել են, ոչ պատասխանատվության են ենթարկվել։ Բանտերում հիմնականում Սասնա ծռերն են։ Վարուժան Հավիդիսյանն է, հասկանում եք, մարդը երիկամի խնդիր ունի, չեն էլ թողում գնա հետազոտվի։ Հասկանում եք, Սերժիկները, Սաշիկները, Քոչյանը, Ռոբերտները մի քանի անգամ արտերկրում իրենց հարցերը կարգավորել են։ Բուժվել են։ Որովհետև իրենք Նիկոլի համար կարևոր հանգարց մի բան չպատահի, չմեռնեն, էլի, չհիվանդանան։ Իրանք են, չէ՞ Նիկոլի այդ բանը խաղը ապահովում։ Իսկ Վարուժանը դա ապստամբ մարդ է, Կրեմլյան ռեժիմի դեմ ապստամբած 16 թվականին, Պուտինի ռեժիմի դեմ ապստամբած մարդ է։ Ապստամբել Պուտինի դեմ, շարունակում են նաև ապստամբել Թուրքիայի դեմ, որովհետև թուրքերն ու ռուսներն համատեղ են գործում մեր դեմ։ Դրա համար Վարուժանին չեն թողում առողջանա, բանտից չեն հանում, տուժուտ ու գանք են ավելացնում, բանտեի ծանր պայմաններում, Գագիկ Եղիազարյանի հետ տեսնեք ինչեր են անում։ Սասնացոր, հերոս, ազատամարտիկ Գագիկ Եղիազարյանի հետ, բանտում, ոչինչ, այդ տղաները երբեք չեն խեղճանա, դուք այդ պայմաններում եք շարունակելու ձեր կյանքը, բայց ձեր հետևից եկող չի լինելու, Գագիկը մենակ չէ, Վարուժանը մենակ չէ, հասկանում եք, Սասնացորերը մենակ չեն, մենք կանք ու կա ժողովուրդ, ով շատ արագ փոխգումար հավաքեց եւ մենք կարողացանք իշխանության այդ ֆինանսական այդ տույժը հավաքել եւ վճարել իրենց բանտային կարիքների համար ֆինանսը հավաքել, փաստաբանական ծախսերի համար ֆինանս հավաքել ժողովրդի ներդրմամբ։ Բայց որ դուք հայտնվեք բանտում, որ պետք է հայտնվեք Նիկոլես, Ռոբերտես, չգիտեմ ես ինչ ես, ձեզ ոչ մեկ չի օգնելու։ Դավաճաններն չեն օգնում։ Հիշեք։ Մնաք խաղաղությամբ։ Խոհեմ եղեք։